Ինչու Ադրբեջանի պատվիրակությունը չէր մասնակցում հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում անցկացվող Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին։ Հարցին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ նախագահը։ Իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակում նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատեհ առիթ կլինի, որ իրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն եւ Եվրանեստ այս անցկացված միջոցառման իրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով եւ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում մեր համագործակցության եւ փոխադարձ այցերի հետ կապված։ Բոլոր երկրներին Եվրանեստին մասնակցելու հրավեր եղել է, շեշտեց Սիմոնյանը։ Հերքեց, որ որևէ այլ պատճառ կա Ադրբեջանի պատվիրակության Երևան չայցելելու համար։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան։ Իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն պրոբլեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք։ Սիմոնյանը հույս հայտնեց, որ COP17-ին կմասնակցեն Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծենք։ Անդրադարձ եղավ խաղաղության պայմանագրին, դրա ստորագրման համար ցանկություն է պետք, ասաց ԱԺ նախագահը։ Խոսելով սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանի մասին, ասաց. Իրանք անհանգստանում են, ինչի համար են իրանք դա ուզում։ Իրանք դա ուզում են նրա համար, որպեսզի այսպես ասած թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ բան լինի, ֆիքսված լինի, որտեղ կյանք է, կարող ամեն բան լինի, որպեսզի ապահովագրեն, որ վաղը մյուս օրը նոր պատերազմի առիթ չի լինի։ Հայաստանը ամեն ինչ արել է, իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի։ Անհավանական բան է, գրեթե 2 տարի է մենք իրար վրա այլևս չենք կրակում։ Սենց բան անկախությունից ի վեր չի եղել, հասկանում եք։ Ինչ վերաբերում է Եվրանեստի ընթացքում Եվրոպական խորհրդարանի падգամավորներից մեկի հայտարարությանը, թե Հայաստանում պետք է զգույշ խոսել, որ չդատվել, Սիմոնյանը նկատեց, ԵԽ падգամավորների հետ առանձին շփումներում այլ կարծիքներ է լսել։ Պետք չէ մեկի կարծիքը բոլորին վերագրել։ Հերքեց պնդումները, որ ընդդիմադիրների խոսքը լռեցվում է Հայաստանում։ Ո՞րն է ընդդիմադիր խոսքը, թուրք, դավաճան, հողատուն։ Կասեք ինչի մասին են խոսում մեր ընդդիմադիրները։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան։ Կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Սիմոնյանն ընդգծեց, երկաթե մանդատը սկսել է գործել, գործում է։ Հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների։ Անդրադարձ եղավ եկեղեցու հետ կապված զարգացումներին։ Եկեղեցին վերածել քաղաքական միտինգի չի կարելի։ Այն բանը, որ քաղաքական գործիչները գնում են եկեղեցի, դա նորմալ է։ Եկեղեցին այսօր ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու որոշ մարդիկ դարել են ոչինչով չտարբերվող, ասենք չգիտեմ, մարդ կուսակցության տրամաբանության մեջ գտնվող։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։